եղել է կանխատեսվածից ավելի բարձր։ Ընդ որում Ընտրություններից մի քանի ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Նրա խոսքով համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10,000 դրամով, իսկ ավելի բարձր թոշակները ավելի փոքր չափով։ Ինչու է որոշումը կայացվել հենց հիմա։ Վարչապետը այն պայմանավորել է երկու հանգամանքով։ Առաջինը 2025 թվականին գրանցած բարձր տնտեսական աճն է, իսկ երկրորդը դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգը համընդհանուր եւ ճիշտն ասած բավականին մեծ լարվածություն կար, որովհետեւ անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում եւ բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար եւ հունվարի եւ փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը այնուամենայնիվ ճիշտ է եղել։ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակների բարձրացման հաշվարկներում ներառված չէ հետվճարի համակարգը, սակայն դրա կիրառման դեպքում շահառուները կարող են լրացուցիչ գումար ստանալ, մինչև եւս 10,000 դրամ։ Սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ